Սիրելիներս ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմալիք։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել բադը ջեռոցում պատրաստելու սկեսուրից տարբերակը։ Սա շատ լավ տարբերակ է տոնական սեղանների համար, որովհետեւ նախ պատրաստվում է շատ հեշտ ու հետո շատ համեղ է։ Ճիշտ է, պատրաստման ընթացքը մի քիչ ժամանակատար է, բայց իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Վստահ եմ բոլորի մոտ շատ լավ կստացվի։ Դե ինչ, եկեք սկսենք։ Ուրեմն ասենք ինչ ենք արել սկզբի համար, ման բադը լավ մաքրել ենք, մազահեռացում ենք արել տեղին, ավելորդ մասերը կտրել հանել է մաման, այստեղ տուտուզիկի հատվածն է, չգիտեմ, փորի մեջ էլ ինչ որ տենց ավելորդ արնանման ինչ որ զանգված եւ այլն, մի խոսքով լավ ծակծկել է, որպեսզի արնաջուրը դուրս գա ու դրել է աղաջրի մեջ, իսկ աղաջուրը ինչ ռաստվոր է եղել, մամի, էլ ինչ կար մեջը, մենակ աղաջուր? Մենակ աղաջուրի մեջ եմ դրել, հա, ուրիշ լավ, հա, համեմունքներ բան, տես լավրովիչից եւ այլն, հա, ոչ մի բան չի եղել, մենակ աղաջուր։ Հիմա էս էլ դուրս է մնացել տուտուզը, բանը փորը մնացել, ջուրը իսկի, հա, դրա համար էլ տես լրիվ։ Մի քիչ կարմիր, բայց ինքը իրականում լավ թարմ, սիրուն սպիտակ բադի կա։ Հիմա սկսում ենք համեմել։ Համեմունքների համար, համեմելու համար օգտագործելու ենք կարմիր պղպեղ, կալիանդր ու սև բիբար։ Մենք աման պետք է տամ, հա։ Հա, այդի։ Իսկ բան պետք է աման տամ, որ խառնես, թե տենց թե ուղղակի հերթով լցնում ես ու թող կլցնեմ, սենց քիչ-քիչ։ Ահա։ Вот так вот, по чуть-чуть. Հա։ И туда же я буду размазывать сырым. Вот это туда. Опася. Много всего этого не будем делать. Որ մուկ չստացվի, այդ ուղղակի, հա։ Մեջը հանգիստ կարանք լցնենք, որովհետև դե մեջի գույնը չի երևում, բայց դրսի կողմը կաշխատենք կարմիր բիբար, կալիանդր քիչ լցնենք, որ գույնը հանկարծ չփոխի, այնց որ սիրուն ռումյանի լինի, էլի ոսկե գույն։ Հա, կարող եմ մի քիչ ձեթով խառնենք, թե հետո, հա։ Так. Понимаю, որ վրեն չի։ Հա։ Ничего, скатывать, все, ничего. Ուրիշ բան չենք անելու, որովհետև թևերի։ Այս համեմել ուղակի նախնական սենց թողելու ենք ինքը մարինացվի մի քիչ։ Հետո արդեն վերջնական ուղակի արտաքին տեսքի համար բան կանենք։ Այդ հաջորդ փուլերում կհամեմենք։ Опачка. А я не буду мешать, так и пусть останется. Я чего харнум есть баналину, катышки кандарну. Так. Этот черный перец очень горький, поэтому чуть-чуть делаем. И острый. Очень. У нас. Так. Ռազմանչիկը չբողոքի էլի։ Հա։ Չնայած դե արամներ կծու չի սիրում։ Да мы и сами все так особо не любим. Даже вот это можно вот сюда, в дырочки. Вот так. Դու կծու չես սիրում, ման։ Есть сильные, просто не злоупотребляем. Ոնց ես ու Արտուրն էլ ենք սիրում։ Так. Բայց դե հա չարաշահել։ Չարժի։ Вот так вот. Скупали. Все. Փաթաթում ենք պերգամենտի մեջ, թե Так, сейчас. յուղաթուղթը սենց խաչաձև փռել ենք սեղանին։ Ա, քիչ էր, հա, մամ։ Լավ, վերևից նորից կծածկի։ Հա, լավ, նորմալ։ Այլեր մի քիչ մեծ կտրել, ափսոս, սխալվեցի։ Ռեզինով փաթաթել ենք, որ չքանդվի յուղաթուղթը։ Թողում ենք քանի ժամ, մամ։ Մի
Մի 2 ժամից թվում է հելքա, չէ, հա։ 2 ժամ էլի, այնքան որ 3 ժամ դառնալու է զրաշոտը։ Հա։ Сейчас полвторого. Полтретьего, полчетвертого, полпятого. Полпятого. 1 час, 1,5 часа будет, хватит. Հա, всё, ժամուկես թողում ենք, հետո արդեն թողել ենք, հետո նա 3 часа դնենք ջեռոցի մեջ։ ժամը ջուրա դուրս տվել, մամ թողում ենք սենց, չնայած այդքան շատ չի։ Հա, չէ, կարող է հանենք այս մի շերտը փոխենք։ Կարող։ Սկսել ենք արդեն բադը լցոնել տարբեր մրգերով։ Այստեղ ունենք նարինջ, թթու խնձոր ու սերկևիլ։ Խնձորը գրենի սորտի է, դա ինձ թվում է ամենալավ տարբերակն է, որովհետև քաղցրությունը այդքան չի տա։ Չի տա։ Սերկևիլն ենք դնում։ Խնձորն ենք դնում։ Էլ համեմունք այս պահին չես ավելացնելու, չէ՞ մամ։ Չի, ոչ մի բան։ Ինքը աղը նորմալն է։ Եկամ ոնց որ Ինչ էլ մեծ էր։ հա, բա մեջ է բանը, բրթել է միջև ընդեղ։ Ասա մի հատ դեռ եմ դնելու։ Заходи, яблочко. Սրանից ենք դնում։ Տակի յուղաթուղթը փոխեցինք, որովհետև մի քիչ ջուր էր դուրս տվել։ Սենց անենք։ Զուբաչիստկա չունենք, բայց ուրիշ բան ունենք։ Կարում ենք, էլի։ Вот так. Так. Все. Так, закрыли. Завернули. Вот так. И вот так. Теперь заворачиваем в фольгу. Հիմա փայլաթիթեղով ենք ծածկում։ Ոնց է փայլում ու կադրը փչացնում է։ Մամ ստեղ բաց մնաց։ Ահա, լավ։ Сейчас вот так сделаем. Вот. Այնքան լավ է, որ կպնում է։ Всё. Վերջ։ Հիմա դնում ենք ջեռոցը 180 աստիճան տակ ենք դնում, թե 200։ Չէ, 150. 180։ 80։ Հա, 180. Հա։ Որը չես կարող հայերեն ռուսերեն ասա։ 180 աստիճան տակ դնում ենք, դե մենք գրիլի ռեժիմով ենք դնելու, ուրիշ ջեռոցների մեջ չեմ կարող ասեմ, ինչ նմանատիպ ռեժիմի մեջ։ Օրինակ, երբեմն Աննան էլ է դաժե մի անգամ տենց ասում, միսը դրել եմ թխվածքի ռեժիմով է դրած եղել, չի կարմրել։ Հա։ Հա, դու էլ ես, արի։ Զանգեցած ռուս չի կարողում ասում ես նայ տես որ դա դարկա է դե թխվածքի։ Հա։ Դե մեջին բանկա։ Հա, նենց որ թխվածքի ռեժիմով որ դնեք, չի կարմրի, կամ էլ մի 5 օր պետք է եփեք։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց, ինչքան ենք թողելու, ժամուկես, հետո արդեն կնայենք ինչ վիճակում է, կհասկանանք, երկար թողում ենք, թե արդեն փայլաթիթեղը բացում ենք ու արդեն սկսում ենք կարմրացնել։ Իսկ մնացած համեմունքները տպավորություն չստեղծվի, որ ընդհանրապես համեմունքներ չենք օգտագործելու։ Մնացած համեմունքները օգտագործելու ենք վերջին փուլում, երբ որ փայլաթիթեղը արդեն պետքա բացենք։ Այդ դեպքում արդեն կքսենք ու կթողենք, որ ինքը լավ կարմրի։ Ուղիղ 1.5 ժամ հետո, այդ ինչքան ջուր կո մեջը։ Сейчас посмотрим. Պետքա մաքրվի այս ամբողջը ու արդեն անցնենք բաներին։ Տես ինքը դաժե եփվել է արդեն, մամ։ Ոչ մի բան դուրս չի, ահա չէ գալիս է։ Օ։ Это походу գնալու։ Վերցնենք դնենք մաքուր կալկայի վրա, յուղաթղթի։ Դες որ ստեղը չի գնում։ Հա, դե տեղը այդվել է, որովհետև ստեղ դոշնա շատ ախոր է, էլի։ Դες նայ։ Հա։ Իսկ ստել արա։ Наверное, Հա։ Այդ էլ ամեն տեղ չի, դեղ մի հատված ընդհանրապես, որտեղ որ խորն էր, ահա։ Դե հիմա այս վրայինը մի հատ հեսա մաքրենք ու դնենք նոր յուղաթղթի վրա, մաքուր, ու արդեն սկսենք համեմունքները քսել։ Ուրեմն մենք բադին տեղափոխեցինք մաքուր յուղաթղթի վրա, այստեղ արդեն սոուսն ենք պատրաստում։
մամին չաստեղ տոմատ, տոմատի Տոմատ, բաց, մայոնեզ, մայոնեզ, красный перец։ ու կարմիր պղպեղ։ Մենք մայոնեզ հիմնականում չէ, ընդհանրապես չենք օգտագործում, բայց այս դեպքերում դե մեն որ պետք է, էլի, աղցանների մեջ ինչ որ մսեր համեմելուց բան բացարձակապես մայոնեզ չենք օգտագործում։ Այս երևի դարը մեկ են որ մի անգամ անում ենք։ Ուղղակի տեսքի համար էլի որ մի քիչ դե մայոնեզը ավելի կարմրացնում է սիրուն ու փայլա տալիս։ Կարմրացնում համես տալի էլի, как համիմունք։ Если որ մի քիչ բան անի, потом перевернем, Հա, հակառակ կողմը, հա։ Իշքան կարող է էլի ջուր դուրս տա, իշքան լինի տակին լինի։ Հա։ Լավ, տարածում ենք։ Շատ սիրուն է։ Գլնայ, այս մասը ու այս մասը կամերայի մեջ սև է երևում։ Ահա։ Բայց իրականում դե սև չի, գույնը բաց է ավելի, քան կամերայի մեջ է երևում։ Հիմա ուզում ենք շուրջ տանք, մի հատ էլ հակառակ կողմի վրա քսենք։ Հակառակ կողմն էլ քսում ենք։ На 10 минут положим։ 10 րոպե, 180-ի տակ, թե 150-ի։ Наверное, 150։ 150-ի տակ 10 րոպե։ Վերջ, մեր բադը պատրաստ է արդեն։ Տուտուզիկի սիրտը բա։ Շատ սիրուն է, ինքը էլի եմ ասում, իրականում ավելի բաց է, քան վիդեոյի մեջ է երևում, բայց այն որ վիդեոյի մեջ է նայում ես, մեկը ախորժալի տեսք ունի։ Ինձ թվում է արդեն ինքը լավ եփված է, որովհետև կողքերից մսերը արդեն հալվում են, տեսեք, այստեղ բդիկների վրայինը, մի խոսքով կարտոֆիլը մի քիչ ուշ դրեցինք, բայց ոչինչ, հիմա բադը կհանենք, կարտոֆիլը մի հատ արագ 15 րոպեում կպատրաստվի ու վերջ, երևի արդեն էփած է, մնում է մի քիչ կարմրի ու վсё։ Շատ սիրուն է ու ախորժալի։ Հա, վсё, ուրեմն մնաց կարմրի։ Նորից շուկ տվեցինք, որովհետև այս մի կողմը բան էր, այդ իր ջրի մեջ մի քիչ մաքրվել էր իր կարմրությունը, նորից շուկ տվեցինք, հիմա էլի տեղափոխում ենք ջեռոց, մինչև ինքը մի քիչ նորից կարմրի, կարտոֆիլները կիեպվեն։ Վերջ, մեր բադը պատրաստ է, հա, որ շատ սիրուն է, տայում ես ինչ լավ է ստացվել, շատ սիրուն է, շատ համաչափ, հիմա մի հատ սենց պտտեմ, նայեք ինչ սիրուն է ստացվել։ Ժամուկես ուղաթղթի մեջ փաթաթած ենք եփել, հետո 10-12 րոպե արդեն ամեն մի կողմի վրա այդպես սոուսով կարմրացրել ենք, 3 անգամ ենք կրծքամսի հատվածում 2 անգամ ենք սոուսը քսել, մեջքի վրա մի անգամ, որովհետև այստեղ միսը խիտ է։ Արմանչիկ էլ չի դիմանում, վերջ։ Դե ինչ սիրելիներս, դուք էլ կարող եք փորձել ու կհամոզվեք, որ սա կարող է լինել ձեր տոնական սեղանի զարդը։ Իսկ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ու ասել, որ բոլորից շատ սիրում եմ, համբուրում եմ, լավ մնացեք։ Մի մոռացեք բաժանորդագրվել եւ հավանել տեսանյութերը։